Մուլտիպլիկացիոն ողջուններ ձեզ, սիրելի փոքրիկներ, մուլտ աշխարհից։ Ձեզ է ողջունում ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, դուք արդեն լավ գիտեք, սիրելի փոքրիկներ, ողջույնները շարունակվում են եւ ձեզ հատուկ ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող մեր բարի ժամապահ Քերին։ Ինչպե՞ս եք փոքրիկներ։ Լավ, դա շատ լավ է։ Տեսեք, այսօր ձեզ հետ միասին մի հետաքրքիր ավելի ճիշտ գունեղ հեքիաթային հերոս ենք նկարելու։ Դրա համար մեզ պետք է, որ դուք ձեր սպիտակ թղթիկները փռեք, գունավոր մատիտները հանեք, շարեք, ռետինե ջնջոցը եւ Քերու հետ նկարեք այսօրվա մեր հերոսին։ Պատրաստ եք։ Մեր մշտական հերոստադիտողներից մեկը, սիրելի փոքրիկներ, քաղաք Երևանից Սուրենը 8 տարեկան, Քերի Մուլտիկնիկին շատ է խնդրել, որ Քերին ձեզ եւ Սուրենին սովորեցնի նկարել բարգացած խեղկատակ, մուլտիպլիկացիոն իհարկե, ծաղրածու էլի։ Ուղղակի խեղկատակները ավելի շատ իբրև ծաղրածու ուրախացնում են արքաներին, թագավորներին։ Մենք մուլտիպլիկացիոն այս հերոսին ձեզ հետ միասին կնկարենք։ Էլի ուզում եմ հեշտ ձևով սովորեցնել նկարել սիրելի փոքրիկներ, քանի որ ձեր նամակներում գրում եք, նույնիսկ մեծերն են մեզ գրում, պապիկներն ու տատիկները, որ մի քիչ բարդ է ստացվում, մենք չենք կարող նկարել, այ երբ որ հետևեք Քերի Մուլտիկնիկի կախարդական մատիտների շարժումներին, այդ ժամանակ ձեզ մոտ կստացվի նկարել մեր այսօրվա հերոսին կամ այլ հերոսներ։ Տեսեք ինչ ենք անելու մեր բարգացած խեղկատակին նկարելու համար։ Վերցրեք մատիտը, դուք սովորական մատիտով նկարեք։ Ձեզ շատ եմ խնդրում, եթե Քերու նման նկարեք վարպետ մատիտով, մարկերով, ինչ նկարեցիք, հետո չեք կարող ռետինե ջնջոցով մաքրել։ Ճիշտ է, ինձ մոտ էլ մեկ-մեկ ծուրմուր գծիկներ են ստացվում, բայց դե մաքրել արդեն անհնար է, իմ փոքրիկ բարեկամներ։ Ուշադրություն, ես կետիկներով կլորիկ կնկարեմ, որպեսզի կլորիկը ինձ մոտ մի քիչ լավ ստացվի, հա։ Այսպես ուրեմն, կետիկներով կամ բարակ գծիկով այսպես կլորիկ եմ նկարում, հետո կհաստացնեմ։ Սա կլինի մեր ծաղրածուի կամ խեղկատակի գլուխը, ապա նայեմ, վատ չէ։ Հիմա ընդգծելու եմ, դուք էլ կլորիկը մատիտով նկարեք վերջացրեք, իմ փոքրիկ բարեկամներ, բարակ մատիտով, հետո նոր կլորիկ ստացեք։ Սա մեր խեղկատակի գլուխն է։ Տեսեք ինչ նախշ ենք անելու։ Այստեղից ծաղկակողմի հատվածից սուր անկյունով, այսպես կբարձրանանք վերև, կիջնենք, երևի թե եթե փոքրիկներ կան գնում են դպրոց, մեր այս գծիկը կամ նախշը նման է ռուսերեն մ տառի կամ անգլերեն, բայց սա նրա գլխարկն է, պատկերացնում եք, տեսեք, վերևի հատվածը սա գլխարկն է, հիմա ես այսպիսի գլխարկի պոչիկներ կանեմ, կարծես թե ականջներ լինեն, այսպես, կլորիկ զանգուլակներ, կախված է այսպես, հոպ, հոպ, հիմա, քանի որ խեղկատակ է, դե համարյացեց ծաղրածու, կլորիկ քիթիկ եմ տալու, այստեղ, ուշադրություն, հետո կարմիրով կներկենք, տխուր բերանիկ ջղայնացած, քանի որ վերնագիրը մեր փոքրիկը Սուրենը 8 տարեկան, այսպես էր առաջադրանքը, Քերի խնդրում եմ նկարի ինձ համար բարգացած խեղկատակ կամ ծաղրածու։ Լավ, եկեք բարգացած բերանիկ նկարելու ձև սովորեցնեմ։ Այսպիսի մի կոր գծիկ, անկյունները անձևի կաթիլի նման եւ բարգացած բերանիկը պատրաստ է սիրելի փոքրիկներ։ Այ բարգացած աչքեր պետք է նկարենք։ Ինչ ենք անում։ Այստեղ այս փոսիկների մեջ այսպիսի թեք գծիկներ ենք անում։ Հետո սև աչքեր ենք նկարում, ներքևի հատվածում կլորիկ։ Փայլիկը դեպի աչ, այստեղ է կլորիկ, փայլիկը էլի դեպի աչ, ունքերն էլ կարող են Երևան։ Այստեղից կբաժանեմ գլխարկը երկու մասի։ Հիմա օձիկն ենք նկարելու սիրելի փոքրիկ բարեկամներ։ Սրած այդ, այսպեսի օձիկ, կարծես թե աստղ լինի։ Խնդրեմ, ես օձիկի վրա էլ ուզում եմ զանգուլակներ կախել,
այսպես կալորիկ 1, 2, 3, 4 և 5։ Հիմա ինչ եմ անելու իմ փոքրիկ բարեկամներ, այստեղից, այստեղից, ձեռքերն եմ նկարելու գետնին դրված, տեսեք, բութ մատիկը, մուլտիպլիկացիոն բացված 3 մատիկները, այստեղ եմ նկարում բութ մատիկը, մուլտիպլիկացիոն բացված 3 մատիկները, հետո, տեսեք, ոտքերն եմ նկարելու, այսպես առաջ պարզած, կարծես թե գետնին նստած, մի քիչ նեղացած ինչ-որ մեկից, հոպ, Գեղեցիկ ստացվեց, այ որ ներկենք վերջացնենք, սիրելի փոքրիկներ, շատ հետաքրքիր հերոս է ստացվելու մեզ մոտ։ Ինչ ենք անելու, լավ եկեք այսպես անեմ, հատակը առանձնացնեմ գծիկով, այսպես, այստեղ ոտքերի տակ ստվեր կանեմ, այստեղ նույնպես, այ հիմա պետք է մեր բարգացած խեղկատակին ներկեմ, կարմիր մատիտը վերցնելու եմ ու ներկելու եմ քիթիկը, տեսեք, ընդգծում եմ, որպեսզի սև գծիկից դուրս չգանք, ուր ես, այն, կիսալուսնաձև աչակողմյան հատվածում փայլիկ եմ թողնելու, մնացածը կարմիր ներկեմ, շատ լավ է, ապրեք դուք, հիմա գլխարկը երկու մասի եմ բաժանել, եթե նկատում եք, կալորիկ մասը, այսինքն ծախակողմյան հատվածը ձեզնից, կարմիր մատիտով եմ ընդգծելու, այսպես, գլխարկի ուրեմն ականջները, եթե կալորիկի ծախակողմյան հատվածը կարմիր ենք ընդգծել, ուրեմն աչակողմյան, ձեզնից աչ, բայց ծախ ականջը, էլի կարմիրով եմ ընդգծելու, կարմիր մատիտի աշխատանքները ավարտենք, նոր անցնենք մյուս գույնի, եթե դեմ չեք իհարկե, հիմա գլխարկի այս հատվածը կարմիր ներկեցի, սիրելի փոքրիկներ, այսպես, շատ լավ է, ականջը կարմիր ներկեցի, էլի, շատ լավ է, ես ուզում եմ օձիքն էլ կարմիր ներկել, ինչ կարծիք եք, դուք կարող եք նաև նարնջագույն ներկել, պետք է գունավոր մատիտով ընդգծել ձեր ներկվող պատկերը, գծիկից դուրս չգալու համար, նոր արդեն ընդգծելուց հետո առանց շտապելու կարող եք ներկել, այսպես, ու այսպես, գզակի տակն էլ ներկեցինք, շատ լավ է, տեսեք, նաև օձիքի այս սրածայր մասերի ձախակողմյան հատվածն եմ կարմիր ներկում, լավ է սիրելի փոքրիկներ, եկեք տեսեք ինչ ենք անելու, ուզում եմ ամբողջովին շապիկը, տաբատը, ձեռքերը, ոտքերը ներկել նարնջագույն, բայց եկեք կարմիր մատիտով այսպես ձախակողմյան հատվածը իբրև ստվեր ընդգծենք, այսպես, ոտքերի տակ, փորիկի այս հատվածն էլ կներկեմ, այսպես, հանցնում ենք ձախ ձեռքին, էլի ձախակողմյա ներքևի հատվածը, իբրև ստվեր, կարմիրով կներկենք, ոտքերին ենք անցնում, էլ ինչ մնացվես, վերջ կարծես թե, հիմա սպիտակ թողված հատվածները, իմ փոքրիկ բարեկամներ, ժամանակ նայեմ, քերի, ինչքան ժամանակ է մնացել, քերին, բրավո, մեզ երկար ժամանակ է տալիս նկարելու համար, տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, շապիկի ու տաբատի մասը սպիտակ թողված հատվածները, ես ներկելու եմ նարնջագույն, ու շատ գունեղ է լինելու,
Նաև գլխակի հատվածը արդեն դեղին կներկենք։ Դեղնակարմիր, ծաղրացու, մի քիչ էլ բարկացած։ Այսպես, ոտքերին եմ անցնում։ Լավ է։ Խնդրեմ։ Անցնում ենք արդեն ձախ ձեռքի հատվածը ներկելու։ Այսպես։ Նույնիսկ սպիտակ հատվածներ կարող եմ թողնել իբրև փայլիկ։ Մեզ օգնության կգա նաև այստեղ այս հատվածում արդեն դեղին մատիտը։ Տեսեք, ձախ թևիկին այսպես դեղինով կավելացնեմ։ Լավ է, օձիքի դեղիններն եմ ներկելու։ Տրատատատամ, և գլխարկի իմ փոքրիկ բարեկամներ, բաժանված հատվածը, կլորիկի աչակողմյան հատվածը, ականջի ձախակողմյան հատվածը, այսպես, տեսեք ինչ սիրուն ստացվեց, բա, հիմա գլխարկի ականջն ենք ներկում, այսպես, ինչ շատ դուր է գալիս, իսկ ձեզ, տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, ինչ եմ անելու, լավ, կապույտ մատիտով, մուկ և բաց կապույտ մատիտներով, գլխարկի, օձիքի, զանգուլակներն եմ ներկելու, ձախակողմի հատվածը այսպես կլորացնելու համար մուկ եմ անելու, աչակողմի հատվածը կթողնենք սպիտակ, հետո բաց կապույտ մատիտով արդեն կներկենք, կարող ենք նաև սպիտակ էլ թողնել, բայց կարիք չկա, այսպես, բաց կապույտ մատիտը վերցրեցինք, այսպես, մի փոքր երանգավորեցինք զանգուլակները մեր խեղկատակի։ Դեմքը, վարդագույն մատիտը վերցնելու եմ իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, ուրեմն կլորիկ այտեր եմ տալու, մի փոքր ջղայնացած է, բայց դեմքը թողնելու եմ սպիտակ, կոպերն եմ ընդգծելու վարդագույն մատիտով, այդպես, ունքերը, ու այսպես ներքևի շրթունքը, թողեք սպիտակ, ուղղակի, այստեղ մի փոքր մարմնագույն կկլորացնեմ այտերը, այսպես, վերջ, լավ է, պատը, ետևում գտնվող պատը, հատակին դեռ չենք անցնում, եկեք պատը ներկենք բաց կանաչ, լավ երևալու համար մեր հերոսի, նոր հատակը կներկենք, հատակը ինչ գույնով ներկեմ, շագանակագույն, կարելի է, լավ, եկեք հատակը ներկեմ, հետո պատը կորոշենք, գուցե ժամանակ լինի, պատի վրա նախշեր նկարենք, ինչ կարծիք եք, ապրեք դուք, տեսեք իմ բարեկամներ, այսպես, շագանակագույն մատիտով հատակն ենք ներկում, իբրև փայտիկ, դեղին էլ կավերացնեմ, նույնիսկ փայտիկին նախշեր էլ կանեմ գետնին, մի քիչ դեղին կխառնեմ փայտիկին, այսպես, լավ է, այ ետևի պատը ես որոշել եմ, որ բաց կանաչ պետք է ներկենք, հետո պատի վրա կլորիկ մուկ կանաչներ կանենք, կամ կարող ենք սիրելի փոքրիկներ, այսպես գալարաձև նախշեր նկարել պատին, այսպես, մուկ կանաչ մատիտով, 1, 2, այսպես, 3, 4, այսպես շարունակ, ինչքան կարող եք, հիմա բաց կանաչ մատիտով, երբ որ եզրագծենք ու սպիտակ թղթիկը ճնշենք, իմ լավ բարեկամներ, ձեր նկարը ավելին կգերեզկանա, այսպես, ուշադրություն, տեսեք,
Ավարտում եմ, քիչ է մնացել, ծաղրածու, քիթը կարմիր կլոր ձու, այսպես կարելի ասել, լավ, հիմա աչակողմի հատվածներն ընդգծեմ, ամբողջովին սպիտակ թղթիկը ճնշեք բաց կանաչ մատիտով և ձեր նկարը շատ մուլտիպլիկացիոն կստացվի իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, շատ լավ է, գիտեմ, ձեզ մոտ ստացվում է, վերջ կարծես, թե ավարտեցինք, ինչ է պետք անել, սիրելի փոքրիկներ, պետք է մի փոքր ժամանակ քերի, այստեղ այս փայտային գալարաձև նախշերը սև մատիտով մի փոքր ավելի ընդգծենք, տախտակների բաժանենք, համաձայն եք, չէ, այսպես ու այսպես, վերջ իմ փոքրիկ նկարիչներ, քաղաք Երևանից 8 տարեկան Սուրենի խնդրանքով քերի մուլտիկնիկը ձեզ և Սուրենին սովորեցրեց նկարել բարգացած մուլտիպլիկացիոն խեղ կատակ, բա, դուր եկավ ձեզ, ամենակարևորը, կարևոր չէ դուր եկավ, թե չէ, բայց կարողացաք նկարել, ստացվեց, մանավանդ քո մոտ, ապրես, բալիկ ջան, ուրեմն այս նկարները, որ սովորում եք քերի մուլտիկնիկի հետ միասին նկարել, դնում եք ծրարի մեջ, գրում եք ձեր նամակները, առաջադրանքները, խնդրանքները և ուղարկում քերի մուլտիկնիկին, որ հասցեով հիշում եք, դե փոքրիկներ կան, որ արդեն անգիր են արել մեր անփոփոխ հասցեն, ուշադրություն, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը, ձեր ծրարները փոստով կհասնեն քերի մուլտիկնիկին, քերի մուլտիկնիկը կցուցադրի ձեր աշխատանքները, կընթերցի ձեր նամակները, կկատարի առաջադրանքները, լավագույն նկարի հեղինակները, գուցե նաև պատմություններ փոքրիկ օրինեք, քերի մուլտիկնիկի կողմից հրավիրվեն մասնակցելու մեր հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, սիրելի փոքրիկներ, քերի մուլտիկնիկը, ժամապահ քերին, իհարկե մեր մի փոքր բարկացած ծաղրածուն կամ խեղ կատակը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, ձեզ հետ միասին կնկարենք մի նոր մուլտիպլիկացիոն կերպար, մի նոր մուլտիպլիկացիոն կերպար ձեր առաջադրանքով իհարկե, իսկ հիմա Աստված ձեզ պահապան և մեր այն կախարդական խոսքը, ալբուլտը